Հիմա տեսնում եմ, որ տղամարդիկ շատ ավելի առողջ մտքեր են գեներացնում, քան կանայք։ Ու այդ կանայք երևի հենց այն կանայք են, ովքեր որ ճնշվել են տանը, հետո չեն ստացել գիտելիք, կրթություն, հետո միանգամից ամուսնացել են, այնտեղ էլ մի հատ աբյուզեր ա եղել, որ իրան մաքսիմալ ճնշել է։ Այդ կինը համ ունի հոգեբանական շատ խնդիրներ, համ ունի գիտելիքի մեծ բաց, ասենց աշխարհում հիմա շատ են թմրամիջոց օգտագործողները, ում հետ ես չեմ կարող մի տարածքում գտնվեմ, որովհետև ես իրանց համար չեմ կարող աշխատել եւ իրենք ինձ համար հաճելի չեն։ Մինչև 20 թվականը ընդհանրապես միտք չի եղել։ 20 թիվը բնականաբար մեր բոլորիս վրա շատ խորը հոգեբանական տրավմա է թողել եւ ես կոնկրետ իմ մասին կարող եմ ասել, երևի թե ավելի խորը քան իմ բոլոր մանկական տրավմաները, որովհետև ես օրինակ երբ որ գնում եմ հոգեբանի մոտ ու սկսում եմ խոսել, իմ համար տաբու է, այս 20 թվականից չեմ կարողանում դեռևս խոսեմ, ու ինքը ասեց, այո, շատ խորը տրավմա ունես, մի օր միգուցե կհասնի этаպը նրան, որ մենք կարողանանք այս հարցն էլ բացենք։ Արուժ ջան, ողջույն։ Ողջույն։ Շատ ուրախ եմ քեզ մեր տաղավարում տեսնել։ Փոխադարձ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ դու։ Լավ, ես էլ լավ։ Արուժ ջան, մինչև կսկսենք այդ մեր բում թեմային անցնել, ուզում եմ մի փոքր քեզանից պատմես, հիմա ինչով ես զբաղվում։ Ոյ, շատ խառը։ Իհարկե երաժշտությունը իմ կյանքից անպակաս է, ես զբաղվում եմ իմ գործով, իմ հիմնական դիջեյական աշխատանքով, սակայն զուգահեռ իրականացնում եմ երկու պրոյեկտի ղեկավարում, կառավարում, հիմնականում իրազեկման ծրագրեր են դրանք, մեկը դեռահասային ծրագիր է, մեկը ծնողական, մեր նպատակն է դեռահասներին եւ ծնողներին մաքսիմալ իրազեկել առողջ հոգեկանի եւ առողջ ֆիզիկականի մասին։ Շատ կարևոր գործով ես իրականում զբաղվում, որտեղ ասենք ես տանա դեռահաս ունեմ եւ կարծում շատ կարևոր է դեռահասներին մանդ խնդիրներ կան, որոնք այսօր շատ ակտուալ են իրենց ծանոթացնել, որտեղ որքանով ես եմ ուսումնասիրում ու նայում եմ շուրջս, իրազեկման պակաս իսկապես շատ կա եւ ոչ միայն այդ խնդիրները, որ դու թվարկեցիր, այլ շատ ուրիշ առողջական խնդիրներ կան, որ մինչեւ իրենք չեն առերեսվում այդ խնդրի հետ, չեն հասկանում ինչու է գործում, անոնց ծննդային վարքի խանգարումներ։ Այո, այդ ամեն ինչ մասին մենք խոսում ենք իրականում ու շատ ճիշտ ես ասում, որ մեծ բաց կա, կարծես մանկահասակ երեխաներին շատ ավելի մեծ ուշադրություն է տրվում, կան անգամ ինչ-որ հաղորդաշարեր, կան բավականին շատ ռեսուրսներ, բլոգերներ, որ դրա մասին խոսում են, սակայն կոնկրետ դեռահասային տարիքը ոնց որ անտեսված լինի, ասես ինչ-որ վտանգավոր տարիք կա, այդ մանկահասակ երեխեքի մասին շատ է խոսվում, մեծահասակների խնդիրների մասին էլ կարծես թե արդեն ավելի շատ են խոսում, դիջիթալ տարածքում մանավանդ, սակայն այդ դեռահասային տարիքը, որը ամենախոցելի տարիքների, ամենակրիտիկական տարիքն է, կարծում եմ մարդու համար, հա, որ այդ տարիքում շատ ավելի գիտակից է պետք լինել, շատ ավելի իրազեկված է պետք լինել եւ նաեւ ծնողը պետք է համապատասխան գիտելիքներ փոխանցի իր երեխային եւ նաեւ ինքը ունենա այդ համապատասխան հմտություններն ու գիտելիքները, կարծես այս մասը բաց է ու մենք միակ նախագիծն ենք Հայաստանում, որ զբաղվում ենք միայն դեռահասների իրազեկմամբ եւ միայն դեռահասների ծնողների, այլ ոչ թե ընդհանուր բոլորին վերցնում ենք եւ խոսում ենք բոլորի խնդիրներից։ Եվ այստեղ մի նրբություն էլ կա, օրինակ ես ինքս հաճախ շատ եմ լսում այդ համացանցում լիքը ռիլեր կամ բաներ, որ ինֆորմացիան ճիշտ չեն տալիս, եւ դեռահասը ապակողնորոշվում է, շատ վտանգավոր է, վերահսկողություն չկա։ Դրա համար այդ ձեր գործը արդեն կրկնակի կարևորում է սպարագայում, որովհետեւ մենք միայն գիտահեն ինֆորմացիա ենք փոխանցում եւ միայն աշխատում ենք պրոֆեսիոնալ բժիշկների եւ հոգեբանների հետ, կամ եթե օրինակ մեծագրագիտության դասընթացա, բնականաբար մեծագրագիտության ոլորտի էքսպերտի հետ ենք աշխատում կամ ֆինանսական գրագիտության էքսպերտի հետ ենք աշխատում, այսինքն երբեք չի լինում, որ մենք ուղղակի, չգիտեմ, ինչ որ մի հատ Google-ից ինչ-որ ինֆորմացիա քաշեցինք եւ այդ ամենը փոխանցեցինք դեռահասներին, այսինքն պետք է ամեն ինչ վերահսկված լինի, ստուգված լինի, գիտահեն լինի եւ մաքսիմալ հաշվի առնելով պատասխանատվությունը, թե դու ինչպիսի հետևանքներ կարող ես ունենալ հասարակության մեջ, հա, թեկուզ ինչ որ անձերի մակարդակում վտանգավոր, բնականաբար դու հասկանալով այդ ամենը չես կարող քեզ ցույց տալ սխալ ինֆորմացիա փոխանցես։
Արուս այս վերջերս, չգիտեմ, երևի դու ես լսել, որ անդադ մի քանի տեղից եմ ես լսել, նույնիսկ ստատիստիկայում կարդացել, որ քաղցկեղով Հայաստանը առաջարկ տարիների թվում է։ Քո կարծիքով դա ինչի պատճառով է այդպես եղել, որովհետև իրազեկումը քիչ է, էկոլոգիան վատն է, այսինքն մեղավորը մենք ենք ըստ էության։ Գործոնները շատ են, բայց այդ բոլոր գործոնների մեջ ես մեր մեղքն եմ տեսնում ամեն դեպքում։ Իրազեկում լինի, բնապահպանական խնդիրներ լինեն, վատ սնունդ լինի։ Նայ, նախ ես կարծում եմ, որ խնդիրը առաջին հերթին վերահսկողության բացակայությունն է, ինչպես էկոլոգիայի առումով տեսակետից, մենք հիմա այնպիսի օդ ենք շնչում, որը միայն հակագազով է թույլատրելի դուրս գալ փողոց, հա։ Ըստեյության, հա։ Եվ հա, եթե դու նայում ես, թե ինչպիսի աղտոտվածության մակարդակ է, այս աղտոտվածությունը համարվում է վտանգավոր արդեն շեմը անցած եւ այս դեպքում այլ երկրներում խորհուրդ է տրվում հակագազով ման գալիս։ Մենք դուրս են գալիս, ամեն օր գնում են գործի, մեր երեխաները այս օդներ շնչում եւ այլն։ Մի վերահսկողական օղակի արդեն բացակայության մասին է խոսքը գնում, ով պետք է պատասխանատու լինի նաեւ ընդհանուր մեր կենսամիջավայրի անվտանգության համար, որից մեկը դա պարտադիր է օդն է, ջուրն է, հողն է, սնունդն է։ Սնունդի վրա նույնպես մենք չունենք կարծես թե նորմալ վերահսկողություն, որովհետև վերջերս հետքներ մեկ հոդված, ոչ միայն մեկ, այլ մի շարք հոդվածներ, թե ինչքան աղտոտված է եւ ինչքան քիմիական տարեր կան, որ չպետք է լինեն բանջարեղենի մրգի մեջ, մենք էլ կարծես թե փորձում ենք իբր թե առողջ ապրելակերպի մեջ նաև ներառենք 5 բաժին այդ միրգ ու բանջարեղենը, բայց պարզվում է այդ 5 բաժին միրգ ու բանջարեղենի մեջ այնքան քիմիա կա, որ ավելավը երևի չուտես, քան թե ուտես։ Այսինքն ես չեմ ուզում ընդհանրացնել բոլոր տնտեսվարողներին սկսեմ ինչ-որ վատաբանել, բայց այն կոնկրետ հետազոտությունը, որը ցույց տվեց ամեն երկրորդ խաղողը, չգիտեմ, ամեն երրորդ ձմերուկը այդ քիմիական տարերն է պարունակում, դա միանշանակ խոսում է նրա մասին, որ բաց թողած վիճակա, ասես բացի թողի, սրանք երկու կարևոր ֆակտորներ, ջուրը, որը նույնպես շատ կարևոր ֆակտոր է, հա, իհարկե մենք չենք կարող մի կողմ դնել եւ անտեսել ստրեսը, մեր լարվածությունը, որը նույնպես իջեցնում է մեր իմունային համակարգի գործունեությունը եւ շատ վատ ազդում ընդհանուր ամբողջ օրգանիզմի վրա եւ բացի դրանից իրազեկված չենք այո ճիշտ ես ասում շատ ուշ ենք երբ որ դանակը ոսկորին է հասնում նորեն գնում բժշկի բայց դե երբեմն մեղադրելու չեն մարդկանց ովքեր որ չունեն ֆինանսական հնարավորություններ բայց կան նաեւ մարդիկ ու շատ են այդ մարդիկ նաեւ որ կգնան եւ կգնեն չգիտեմ iPhone 17 բայց չեն գնա 5 տարի չեն ստուգվի օրինակ չեն իմանա ինչու է բացատրում դա գիտակցության թերի լինելով պակաս այսինքն մարդիկ ինքնագիտակցման շատ լուրջ կրիզիս ունեն եւ դա չգիտեմ ոնց պետքա լուծվի այդ հարցը այսինքն մարդիկ առաջինը երևի թե իրենք պետքա փորձեն ինքնակրթվեն ինքնազարգանան հասկանան թե ինչա կատարվում իրենցից դուրս եւ իրանց ներսում Արուս այ դու DJ վակցինա ես։ Այո։ Եվ այստեղ երևի թե ինչ որ քո վերաբերմունքը վակցինացիային երևի թե ինձ թվում է ակնհայտ է մի փոքր թե չէ։ Նայ, իմ վերաբերմունքը ակնհայտ է այն վակցինաների հանդեպ, որոնք անցել են լիարժեք տարիների առումով 5 տարի, այսինքն մոտավորապես, թե մինիմում դա 5, բայց ես գիտեմ, որ հիմնականում դա 12 տարին է, իմ իմանալով մինիմալը սկսվում է 5-ից կախված իհարկե ինչ ծավալի հետազոտություններ են կատարվել։ Այսինքն կարող է 12 տարվա մեջ 1000 հոգու վրա են ստուգում կամ 5 տարվա մեջ, չգիտեմ, 1 միլիոն մարդու վրա։ Այսինքն այստեղ սա իմ մասնագիտական ոլորտը չի, չնայած ես 3 մասնագիտություն եմ բարձրագույն, բայց սա կոնկրետ որոշակի այնպիսի մասնագիտություն է, որը որ ես չեմ կարող ասել, որ ես տիրապետում եմ։ Դրա համար կարող եմ ասել, որ անձամբ ես ուղղակի որպես մայրիկ, որպես անհատ մարդ ով նաև ինքն է երբեմն պատվաստվում 1000-ից 1 ես միայն կողմ եմ այն պատվաստումներին որոնք անցել են այդ բոլոր trial-ները անգլերենով ասած հայերենով չգիտեմ ծնողները կան ուղղակի խուսափում են պատվաստումներ բայց վերջերս էլի մի հոդված կարդացի որ Բրիտանիայում այդ պապիլոմա վիրուսի դեմ վակցինացիան բերել է նրան որ համարյա արգանդի վզիկի քաղցկեղը շատ քիչ տոկոս է կազմում այո եւ իրականում նայեք խնդիրը որն է որ ինչ որ մի դեպք հիման վրա ինչ որ սկսում են դեմոնիզացնել այդ ընդհանուր ոլորտը եւ որի արդյունքում կարող է այդ մի դեպքը օրինակ իբր թե բացահայտելով շատ ավելի մեծ քանակի վնասներ տան
չպատվաստվելու հետևանքով, այսինքն ենթադրենք նույնը բոլոր դեղերը, եթե դու նայում ես ինստրուկցիայի մեջ, դու տեսնում ես, որ շատ վտանգավոր, ոչ թե հակացությունները, հետևանքներ կարող է ունենալ անգամ սովորական պարացետամոլը եւ իբուպրոֆենը։ Նույնը պատվաստումն է, եթե դու նայես իր վկլադիշի մեջ, բնականաբար այնտեղ կան եւ հակացություններ եւ հետևանքներ։ Բայց դա չի բացառում, չէ, որ եթե երեխադ 40 ջերմում է, դու պարացետամոլն ու իբուպրոֆենը տալիս ես։ Նույն բանն է, եթե դու ուզում ես կանխարգել ես որոշակի տարբեր խնդիրներ առողջական, sense tendency ես որպես ծնող կոնկրետ բոլոր պատվաստումները արել եմ։ Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հետ կապված շատ տարբեր կարծիքներ են եղել։ Ես անկեղծ ասեմ, ես շատ չեմ դեռ խորացել, որովհետև իմ ամեն դեպքում դեռահաս արդեն տղաներ են եւ այդպես չի եղել, որ ես արդեն հասնեմ այն этаպին, որ պետք է երեխաները պատվաստվեն։ Սոֆին կդառնա ինչ-որ մի տարիքի, միգուցե ես էլ սկսեմ խորանալ, կարդալ, բայց սա երևի այն պատվաստումն է, որը նախ sense tendency սա նոր этаպի պատվաստանյութ է, ուստի պետքա բնականաբար կարդամ, ծանոթանամ նոր։ Թե չէ այն պատվաստումները, որոնք որ անում էին, չգիտեմ, սովետի թվից, որ մենք ինքներս ենք ստացել եւ միլիոնավոր կամ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց կյանք են փրկել, դա լրիվ օքեյ է։ Արուզ, դու ունես 3 կրթություն, որքանով ես հիշում եմ, համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ես ավարտել, բժշկական կրթություն ես եւ մարքեթինգ։ Դրանց յուրաքանչյուրը քեզ ինչ են տվել, դու անալիզ արել ես մտքումդ։ Շատ մեծ բան, նախ այն, որ դու յուրաքանչյուր ոլորտ ուսումնասիրելուց էլ ավելի լայնացնում ես քո մտահորիզոնը եւ իրերին, մարդկանց, իրավիճակներին, երևույթներին նայում ես շատ տարբեր անկյուններից։ Բացի այդ, դա տալիս է ճկունություն, մտքի, մոտեցման, նաև հնարավորություն նույն պրոյեկտները իրականացնել շատ ավելի մասնագիտական առումով ճիշտ կողմից, այն այ, օրինակ, նույն իմ այս իրազեկման ծրագրերը ինձ օգնում է համ իմ բժշկական կրթությունը, համ ինձ օգնում է իմ մարքեթինգի գիտելիքները, կենսաբանության գիտելիքները, էկոլոգիայի գիտելիքները ինձ ընդհանուր շատ մեծ բազա են տվել գիտելիքի, ես իրենց պարզապես օգտագործում եմ ուղղակի, չգիտեմ, երեխաներիս հետ շփման ժամանակ, երբ որ փորձում եմ բացատրել, թե այս աշխարհը ոնց է կազմված, ինչպես է աշխատում, բնությունը ինչեր աշկա, մարդու օրգանիզմը ինչեր աշկա եւ սա ուղղակի, հա, ընդհանուր sense ասած էրուդիրованность է իստովել։ Ես պաշտելով եմ ընդունվել կենսաբանության ֆակուլտետ, սակայն այն տարիներին շատ բարդ էր կայանալ որպես գիտնական, ես ընտրություն ունեի կամ գնալ գիտության ճանապարհով կամ գումար աշխատել, ինչ եմ ասում կամ, որովհետև առաջի տարբերակում ես պետքա ստանայի շատ չնչին գումարներ, իսկ այն ժամանակ ես չունեի ոչ մի աջակցություն, այսինքն իմ ընտանիքն էլ է բավականին սուղ միջոցներով ապրել եւ որովհետեւ այլ տարբերակ ես չունեի, հա, ընտրել գիտությունը, որովհետեւ այնտեղ ինչ որ ամիսը 17000 աշխատավարձ պետք է տային, հետո ասին 34000 կդառնա, հետո 75 մի քիչ տարուց ասի լավ, շնորհակալություն, ես արդեն ռադիոյում աշխատում եմ մինիմում 50000 եւ արդեն իմ դիջեական աշխատանքները ինձ տալիս էին այնքան եկամուտ, որ այդ этаպում այդքան եկամուտ մեկ էլ ստանում էր մեր դեկանը։ Ես ասի շնորհակալություն, ես այնուամենայնիվ չեմ ընտրում սիրելի եւ չսիրելի, բայց գումար բերող գործի մեջ։ Ես ընտրում էի սիրելի եւ եւս սիրելի աշխատանքի մեջ, բայց գումար բերող, ուստի ընտրությունը այո կանգնեց դիջեյության եւ նաեւ event management-ի մեջ, որովհետեւ այն թվերից ես 2008-ի կեսերից 9-ից սկսեցի նաև միջոցառումների կազմակերպմամբ զբաղվել, որը չեմ կարող ասել ինչ որ տենց մեծ գումարներ էր բերում, բայց այնուամենայնիվ զբաղմունք էր, որը տենց ուղղակի կամավորական սկզբունքով չէր, եւ ես ինձ զգում եի ինչպես դուք ջրում։ Իսկ ինչպես որոշեցիր, որ պետք է DJ դառնաս, որովհետեւ Հայաստանում դա տենց հեշտ որոշում չի էլի, գիտենք էլ։ Իմ որոշումը սենց միանշանակ էր, երբ ես իմ
մեծ քրոջ հետ առաջին անգամ ակումբ մտա եւ տեսա այնտեղ միջավայրը DJ-ին, որը որ այդ ոլորտում, այդ տարածքում այսպես մինի աստվածներ այդ ակումբի ինքն էր թելադրում ռիթմերը, տրամադրությունը եւ մարդկանց տրամադրությունն էլ ընդհանուր DJ-ի ձեռքի տակ էր, այսպես ասած, եւ ես ընդհանուր առմամբ ինձ մելոման կարող եմ համարել շատ վաղ մանկությունից, որովհետև ես հիշում եմ 4-5 տարեկանից սկսած մեր տանը երաժշտությունը չէր անջատվում եւ մենք լսում էինք արտասահման երաժշտություն, չգիտեմ, Pink Floyd, Beatles, ABBA, կլասիկայել էինք լսում, ցենց խառը շատ։ Հետո արդեն երբ ես արդեն 8-9 տարեկան էի, արդեն սկսեցի ընտրությունս ոնց որ կանգնում էր հիմնականում ակումբային էլեկտրոնային երաժշտության վրա, որը այն ժամանակ նոր էր սկսվում, ասես նոր թափ էր հավաքում եւ Հայաստանում կարծես թե շատ քիչ մատների վրա հաշված մարդիկ էին լսում այդ երաժշտությունը եւ ես այդ առաջին մարտիկներից մեկն էի։ Ոստի DJ-ությունը իմ համար այսպես չէր կարող էլի, այլ ընտրանք չուներ, որոշել էի ու գնացի իմ երազանքի։ Իսկ ինչ ասել է լինել DJ, որովհետև շատերը երևի թե չեն պատկերացնում էլ, ես դեպքում ամբողջովին դա ինչ է։ Դա առաջին հերթին մարկանց հասկանալն եւ տալ իրավիճակին համապատասխան երաժշտություն, փորձել նրանց վրա ազդել նաեւ այդ երաժշտական ալիքների, տրամադրության փոփոխության միջոցով, նաեւ ունենալ լավ տեխնիկական հմտություններ, պատկերացում երաժշտական ոլորտների ոճերի մասին, պատկերացում թե ինչպես դու կարող ես շատ համահունչ սեթ սարքել, սեթը դա մեր աշխատանքային sense product-ն է, հա, այսինքն 6 ժամանոց, 1 ժամանոց էական չի, դու պետք է այդ DJ-ական սեթը կառուցես մաքսիմալ ոնց ասեմ, մարդու համար, ներկա գտնվող մարդու համար մաքսիմալ գրագետ, որ իրեն դու միջավայրին նայում հարմարում ես, այդպեսի բաներ լինում են, թե դու ունես քո ֆիքսված, ասեք, այդ սեթը, որ դու ես ասում, դա էլ ներկայացնում ես։ Նայ, ես ունեմ երկու ուղղություն, մեկը դա այնա ինչ ես եմ սիրում, եւ մյուսը դա այնա, ինչը որ մարդիկ այնուամենայնիվ ակնկալում են լսել, ապրել դրա տակ կոմերցիոն միջոցառումների ժամանակ, ինչպիսին են հարսանիքներ, կորպորատիվները, չգիտեմ, ծնունդները եւ այլն, եւ ամբողջ աշխարհում է այդպես, այն DJ-ները, որոնք որ underground ոլորտում են, այսինքն այն ոլորտում են, որտեղ որ չկա կոմերցիա, իրենք աշխատում են միայն էլեկտրոնային ակումբային երաժշտության ոլորտում, այստեղ հիմնականում այդքան, ոնց ասեմ, պահանջարկ չկա եւ մանավանդ Հայաստանում շատ տարբեր նյուանսներ կան, որ հիմա ցած խոսեմ, լավ, եկեք մի քանի բան նշեմ։ Մեկը դա այնա, որ ակումբային կյանքում, ցած աշխարհում հիմա շատ են թմրամիջոց օգտագործողները, ում հետ ես չեմ կարող մի տարածքում գտնվեմ, որովհետեւ ես իրանց համար չեմ կարող աշխատել եւ իրենք ինձ համար հաճելի չեն։ Sense ոչ տոլերանտ պատասխաններ տամ կոնկրետ այդ մարդկանց հանդեպ եւ չեմ ուզում իհարկե ինչ որ վատաբանեմ, դա իրանց ընտրությունն է, բայց ինձ հաճելի չէ այդ միջավայրում գտնվել, դա մեկ։ Երկրորդ, ակումբային DJ-ները միանշանակ ավելի ցածր են վարձատրվում, քան կոմերցիոն ոլորտում աշխատող DJ-ները։ Նույնպես, եթե դու նայում ես քո ժամանակը ավելի էֆեկտիվ օգտագործել, ինչպես կարող ես ավելի էֆեկտիվ օգտագործել, ավելի լավ է գնաս 6 ժամ աշխատես հարսանիքներին կամ կորպորատիվներին ու մի քիչ էլ նվագես այն ինչը քեզ այդքան էլ դուր չի գալիս, բայց դա ավելի, այսպես ասած, շահեկան է, քան թե դու գնաս այդ նույն ակումբային միջավայրում գիշերվա 1000-ին այդ մթի ծխի եւ այդ անհասկանալի մասայի մեջ աշխատես 1/5 այդ գումարից կօրինակ, հա։ Դա երկրորդ գործոնն է, որը ինձ հետ է մղել ակումբային կյանքից, չնայած ես ժամանակին համարվում է այդ underground ակումբային երաժշտության լավագույն DJ-ներից մեկը ու ես իրականում չեմ մոռացել այդ իմ անցյալը եւ ես նվագում եմ այդ որակյալ երաժշտությունը, բայց նախ Հայաստանի սահմաններից դուրս եւ երբեմն երբ ես օրինակ վիդեո եմ նկարում իմ YouTube-ի համար կամ թեկուզ մեկու մեջ տան եմ նվագում եւ երրորդ գործոնը դա հիմնականում ժամերի տարբերությունն է, որը որ ֆիզիոլոգիա է ուղղակի, ես չեմ կարող ամեն թեկուզ շաբաթը 3 օր
աշխատեմ գիշերային սմենով, սենց ասած։ Այդ ես հիշում եմ ժամանակին, որ ասում եմ տենց ակումբային սենց բանը, ինձ ինչ էին ասում, հայաստանյան ակումբային կյանքի թագուհի։ Եվ այդ շատ այդ արտահայտությունները արել, եւ հիշում եմ անգամ ռադիո հաղորդումների ժամանակ երբ ինձ ներկայացնում են, միշտ տենց էին ներկայացնում, հա Այն ժամանակ ես հիշում եմ ինձ համար ինչքան դժվար էր աշխատել գիշերը, ասենք, չգիտեմ, ժամը 1-ից սկսել աշխատել, բայց ստիպված անում էի, որովհետև այդ ժամանակ ես պետքա ապացուցեի, որ ինձ լավը չկա եւ պետքա հարմարվեի, հա, այդ բոլոր պայմաններին։ Եվ ես դուրս էի գալիս ու հավաքարները տենց լուսաբացեր արդեն տենց փողոցներն էին մաքրում ու ես ասում եմ Աստված ինչ ես դու անում ցարապես քո կյանքի եւ մարմնի հետ որովհետեւ դժվար էր իրականում մինչեւ լուսաբաց աշխատել այդպես իսկ երեխաները ինչպես են վերաբերվում կոնտրոլության մասնագիտական նախասիրություններին շատ են ոգևորվում, շատ են սիրում ու անկեղծորեն շատ հպարտանում են։ Ու ինձ դա շատ հաճելի է, որովհետև ես ինչ որ հատուկ ոչ մի բան չեմ արել, որ երեխաներ իմ գործը բանա, չնայած ընդունված չի եղել ժամանակին, ինչ որ չեմ սկսել էլի ինչ որ փորձել արդարացնել կամ բացատրել եւ այլն, իրենք իրանցով, այսինքն Սա մամայի աշխատանքն է, որ մամային երջանկացնում է ու նաև գումար է բերում մեզ բոլորիս։ Իրանք իրականում շատ ոգևորվում են ու ամեն տեղ ասում են մաման դիջեյ վարձնել է։ Այս շատ հաճելի է։ Շատ հաճելի է իրականում։ Իսկ քո այդ կենսաբանությամբ տարված լինելը բան, իսկ տեսնում ես երեխաների մեջ ասում։ Հա։ Իրանց մոդել այդպեսի հակումներ։ Իհարկե ես շատ եմ խոսել, որ ես պաշտում եմ բնագիտությունը, դե հայրիկս էլ ֆիզիկոս է, աստղագետ է եւ կոնկրետ կարող եմ ասել մեծի մեջ հստակ գենետիկան է խոսում, ինչքան էլ որ խոսեինք թեկուզ ընտանիքում, եթե իր մեջ չլիներ, դա ոչ մի էֆեկտ չէր տա։ Հիմա ինքը կենսաբանությունը իր ամենասիրած ոլորտ, մասնագիտ կներես, ամենասիրած առարական է դպրոցում։ Այն շատ սիրում իդեպ։ Հա, շատ լավ է։ Շատ ուրախ եմ, որ երեխեքը բնագիտությունը նախընտրում են։ Ֆիզիկան այլի շատ սիրում, մի քիչ փոքրիկ տարբերություն, օրինակ մաթեմատիկան իմ համար եղել է այտենց գիտությունը, այդքան էլ ոնց հասկանում եմ, այտենց շատ այտենց մեծ գիրք չկա մաթեմատիկայի հանդեպ, բայց ընդհանուր առմամբ կոնկրետ Վիկտորը մեծը ես զգում եմ, որ իմ ճանապարհը շարունակում է։ Արուս դու հավատում ես ավելի շատ գենետիկային, թե մարդը ծնվում է, հետո ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ ձևավորվում է, արդեն կայանում է իր ինքնուրույն ճանապարհն է ընտրում, թե գենետիկան էլ մեծ նշանակություն ունի։ Շատ ուժեղ բան է։ Ըստ տոկոսային հարաբերությամբ եթե բանն է։ Մոտավորապես նայած ինչ է, օրինակ նայ, չգիտեմ, դիաբետի օրինակ բանը։ Չէ, տենց բաներ չեն խոսում, չէ։ Okay։ Որտեղ այդտեղ օրինակ դա բարձր որ անցնում է։ Չէ, բացի ասելուց, օրինակ քո ապրելակերպը, օրինակ դիաբետի ուզում ես այնտեղ գենետիկորեն դոմինանտ դիաբետի բան ունենաս, մեկը կարծում եմ, որ եթե դու կենսակերպով առողջ ապրելակերպ վարես, չգիտեմ, սնունդիդ մեջ ածխաջրերը քիչ լինեն եւ դու մաքսիմալ ֆիզիկապես ակտիվ լինես եւ հետևես քեզ, օրինակ դիաբետ կարծում եմ չի լինի ընդհանրապես։ Բայց օրինակ Երևանյան հիվանդություն կարող է լինել։ Երևանյանը հա, մի քիչ ուրիշ է։ Հիմա արի խոսեմ մի քիչ հիվանդություններից փոխենք։ Ես կարծում եմ, որ, այսինքն դա իմ կարծիքը չի, դա ստատիստիկան է, որ ամենակիչը 60%-ը գենետիկան է։ 40-ը նոր։ Ես մտածում եմ ավելի քիչ, չգիտես ինչի։ Չէ։ Անկամ եթե դու ուսումնասիրես, թե օրինակ երեխաներին նույն ընտանիքից կամ չգիտեմ, գենետիկորեն մոտ, հա, երեխաներին, որ անգամ բաժանում են մեկին մյուս երկիր, մեկին այն մյուս երկիր, այնուամենայնիվ ինչ որ ընդհանրություններ, շատ ընդհանրություններ, իրանք առանց իմանալու մեկը մյուսին զարգացնում են։ Չգիտեմ, նախասիրություններ, բնավորության հատկանիշներ, ուղղակի այս վերջին տարիների հետազոտությունները էպիգենետիկայի ոլորտում ցույց են տալիս, որ դու այս ներկա կյանքում, եթե կարողանում ես որոշակի վարկ ունենաս, առողջ ապրելակերպի հետ կապված եւ այլն, դու կարողանում ես հիմիկվա քո գեները փոխես։ Այսինքն դու կարող ես փոխանցել այլ գեներ։ Վերափոխելով քոնը։ Վերափոխելով քոնը։ Այո, գիտությունը չետաքիվ բան է, մանավանդ գենետիկան, չէ՞։ Հա, գենետիկան իմ favorite ամենասիրված ուղղությունն է եղել, բայց ասում եմ, այն տարիներին դեռևս այդտեղ անելու բան ես չգտա, որովհետև
գիտությունը ինք իրանով ուղղակի ֆանտաստիկ հետաքրքիր է, բայց ճանապարհը չէի տեսնում ուրա տանում ինձ։ Բայց հիմա ինչ տեմպերով է զարգանում։ Հետաքրքիր հոդվածներ բանը շատ հետաքրքիր է։ Ուստի այն բոլոր երեխեքը, ովքեր որ հիմա մեզ լսում են կամ ծնողները, արի հորդորենք, որ երեխաներին մաքսիմալ հորդորեն դեպի բնագիտություն։ Շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր։ Նույնիսկ ինչ-որ վանդությունների բուժման հարցերում շատ կարեւոր է։ Արու sense մի փոքր կտրուկ անցում անենք։ Արի։ Գենետիկայից գիտությունից անցում անենք։ Այս մենք խոսենք Հայաստանից։ Ծանր թեմա է վերում։ Շատ ծանր, բայց չի կարող չխոսել։ Իսկ նստենք ձևացնենք, որ ամեն ինչ լավ է, որ մենք չգիտեմ ուրիշ երկրում ենք ապրում, չի լինի։ Դու երբևէ մտածել ես այ Հայաստանը լքելու մասին եւ այն ամենաակնառու խնդիրները, որ քեզ շատ անհանգստացնում են որպես մարդ, որպես մայր, որոնք են։ Ես քեզ ասեմ, մինչև 20 թվականը ընդհանրապես միտք չի եղել։ 20 թիվը բնականաբար մեր բոլորիս վրա շատ խորը հոգեբանական տրավմա է թողել եւ ես կոնկրետ իմ մասին կարող եմ ասել, երևի թե ավելի խորը քան իմ բոլոր մանկական տրավմաները, որովհետեւ ես օրինակ երբ որ գնում եմ հոգեբանի մոտ ու սկսում եմ խոսել, իմ համար տաբու է, այս 20 թվականից չեմ կարողանում դեռևս խոսեմ, ու ինքը ասեց, այո, շատ խորը տրավմա ունես, մի օր միգուցե կհասնի этаպը նրան, որ մենք կարողանանք այս հարցն բացենք, կարողանում եմ խոսել ամենա այն դժվար թեմաներից, իմ ամենա լուրջ խնդիրներից, իմ կյանքի, իմ մանկության, չգիտեմ, ծնողների հետ կապված, չգիտեմ, էմոցիաների հետ կապված, բուլինգի դեպքերի հետ կապված, բայց այդ 20 թիվը ու դրանից հետո ինչ որ եղել է, իմ համար սենց դեռ փակ է կոնկրետ հոգեբանի հետ խոսալու համար, որովհետև այնտեղ ցավը ահա որ շատ է ու ես դեռ պատրաստ չեմ։ Դրա համար հիմա իրականում կխոսեմ մակերեսային ձևով, շատ չեմ խորան, որովհետև այդտեղ կամ կլացեմ, կամ չգիտեմ, պանիչսկի ատակը կսկսի եւ այլն, պետք չի, դեղեր չկան ինձ թվում է այստեղ։ Դրա համար արի ասեմ այն, որ լքելու հետ կապված մտքեր եղել է 20-ից հետո, ու դա չի եղել փախնենք Հայաստանից, ինչ-ինչ անվտանգային պատճառներով։ Դա լրիվ այլ պատճառներ ունի տակը, չգիտեմ, կհասնի այդ կրիտիկական շեմին, որ ես իրոք կորոշեմ, թեկուզ գոնե ժամանակավոր փոխվեմ, որովհետև անկեղծ այս տոքսիկ, անառողջ, չար, լարված եւ անդուր միջավայրը ինձ սկսել է ծայրաստիճան, ոնց ասել, sense կոմֆորտ չի էլի ապրել այստեղ հիմա։ Բայց դու մտածել ես միջավայրը ինչի արդյունք, շատ երկրներում են լինում պատերազմներ, բայց երբ պատերազմը ավարտվում է, sense լինում տեղեր, որ ժողովուրդը sense հավաքվում է ու որոշում է, որ ինքը պետք է ռեստարտ տա, պետք է ամեն ինչ նորից սկսի։ Ռեստարտը ուրիշ ձևով են տալիս։ Այստեղ լրիվ ուրիշ բան սկսվեց։ Ռեստարտը պետք էր այլ ձևի տալ, բարձա ինչ ձևը պետք է լիներ ռեստարտը, մարդիկը պետք է հասկանային, որ արդարությունը հաղթում է, իսկ մեր մոտ արդարությունը ոչ թե չհաղթեց, այլ ձգվեց տարիներ շարունակ, այդ անարդարությունը, անպատժելիությունը, աբսուրդը, այն որ, չգիտեմ, զոհված տղաների ծնողները կարող են ինչ-որ բաներ արդարացնել, մարդկանց ձեռք պաչել եւ այլն, դա իմ համար հիմա այդ կսկսեմ լացել չարժի։ Իսկ վերջը տեսնում ես դու այս ամենին։ Վերջը, ես վերջը շատ ես երբեք պիսիմիստ չեմ եղել։ Խնդիրների վերջը նկատի ունեմ։ Չեմ ուզում ասել ինչպիսին եմ ես տեսնում վերջը, բայց ես միշտ լինելով օպտիմիստ, ես այս պահին թունել վերջում լույս չեմ տեսնում։ Մանավանդ գիտենք թե մամաների համար ինչ դժվար է այդպես մտածելը, սարսափելի։ Եթե երևի թեկուզ մի փոքրիկ ինչ որ լույսի տենց աղբյուր տեսնեի թունելի վերջում, դա ինձ հաստատ ուժ կտար, որ ես չմտածեի ընդհանրապես դաժե մի վայրկյան, չգիտեմ, թեկուզ մի տարով այս երկիրը թողնելու մասին, որովհետև այս իմ հայրենիքն է, ես սիրում եմ, բայց ինքը փոխվել է, շատ է փոխվել։ Հայկականությունը քո մեջ ընդգծված է քո կարծիքով, սա անալիզ ես անում էլի եւ ինչից է կազմված։ Գիտես, ես այդպես շատ ինչ-որ ֆանատիկ հայրենասեր երբեք ինձ մինչև 20 թիվը չեմ համարել, բայց 20 թվից իմ մոտ սկսվեց ինչ-որ շատ ուժեղ այդ գենետիկական sense կանչ, պայքարի, չգիտեմ, հողի, մարդկանց
ինչ-որ բաներ սկսեցի նոր ուսումնասիրել, հասկանալ եւ այլն, մինչեւ այդ երևի գիտես, այդ որ իրոք լինում է դեպքեր, երբ որ պետք է դանակը ոսկորոտ հասնի, նոր սկսես հասկանալ ինչից ուր ենք հասել եւ փորձես ինչ որ հարցեր ինքդ քեզ տալով հասկանաս ինքդ քո մեջ պատասխանները եւ նաեւ փորձես միջավայրում տարածել, բայց արդեն երևի ուշ էր, այսինքն ոչ թե իմ համար էր ուշ, այլ ուղղակի 20 թվից հետո ամեն ինչ sense ինչ որ մշուշի մեջ է մարդկանց համար եւ դու անգամ եթե ես չեմ համարում որ ես կարող եմ տոտալ ամեն ինչ իմանալ այնպես ինչպես որ չգիտեմ իրականությունն է, բայց ինչ որ բաներ կա որ դու ուզում ես խոսես ու լույս սփռես մարդկանց վրա, ուզում ես որ չկա այդ շանսը այդ մարդկանց արթնացնելու դրա համար ու հետո գիտես ոնց նաև մեկու մեջ կասկած կա որ այս ամեն ինչը շատ լավ կազմակերպված ընդհանուր մի հատ շատերիս մոտ է համակարգային պրոբլեմա խաղա, որը որ դու շատ փոքր ես, որ իրականությունը նաև զակուլիսը մի տեսնես թե ինչ է այնտեղ կատարվում։ Դրա համար անկեղծորեն սկսել եմ քիչ արտահայտվել, որովհետև արտահայտվելուց հասկացել եմ, որ որևիցե էֆեկտ չկա։ Այսինքն դա նույն բանն է, ոնց չգիտեմ, գլուխը 10 տարի 10 պատին որոշես, որ պետք է այդ պատը քանդես, բայց այդ պատը օրինակ բետոնից է, էլի։ Ես հասկացա, որ էֆեկտիվությունը իմ արած այդ հրապարակումների 0 է, էլի, կարելի ասել։ Արուս այդ վերջերս շատ եմ լսում, որ կանոչ դերը շատ են տարանջատում ու ես հիշեցի, որ հին կարծեմ հելեններն էին թե հռոմեացիները, որ ասում են, որ առողջ հասարակությունը կառուցում են հիմնականում ազատ կանայք։ Ազատ նաև մտքով։ Մտքով, իհարկե։ Համաձայն ես դրա հետ եւ այսօր մեր հասարակությունում ինչ իրավիճակ է։ Ես կարելի ասել վստահ եմ, որ եթե մի օր ինչ-որ բան փոխվի եւ ղեկավար թիմում մեծամասնությունը եւ որոշումներ կայացնողները բոլոր լինեն քո ասած ազատ մտքով կանայք, մենք շատ առողջ հասարակությունում կապրենք։ Բայց ազատ մտքով կանայք պետք է լինեն, առողջ մտքով կանայք, որովհետեւ երբեմն տեսնում ես, որ կանայք նույն կերպ ոնց տղամարդիկ շատ իրենց ուղեղում շոր անհասկանալի կաշա է ու չեն անգամ չունեն պատկերացում, որ օրինակ ես ուղղակի մի քիչ թեմայից շեղվում եմ, բայց ես իմ համար էլ շատ ցավոտ էլի թեմա է, որի մասին էլ շատ ենք մենք խոսում։ Օրինակ այդ victim blaming-ը, օրինակ չգիտեմ, աղջիկը գնաց ժամը 10-ին կարճուբկա էր հագած, ճանապարհին իրան դանակահարեցին, չգիտեմ, այ այդ աղջիկն էր մեղավոր, որովհետև ժամը 10-ին կարճուբկայով քայլում էր ու այդ կոմենտողները կանայք են։ Այսինքն փոխանակ այդ կանայք առողջ մտքեր գեներացնեն, ասեն որ հասարակության մեջ չպիտի լինի նման դեպքեր, դա պատժելի է, դա նորմալ չի, մարդը ինչ կուզի կարա հագնի, իր որոշումն է, չկա կին եւ տղամարդ ինչ որ տարաբաժանում։ Գիտակցության պակաս, չէ՞, այդերքուսը կապված են։ Գիտես հարցը հենց այդ է, որ չեմ ուզում ես ստատիստիկ ոչ մի հետազոտություն կոնկրետ այս հարցով չեմ անցկացրել, բայց կոնկրետ իմ շրջապատում, չէ, այն ինչը որ ես տեսնում եմ, օրինակ նույն կոմենտներում Facebook եւ այլն, Instagram եւ այլն, ես շատ հիմա տեսնում եմ, որ տղամարդիկ շատ ավելի առողջ մտքեր են գեներացնում, քան կանայք։ Ու այդ կանայք երևի հենց այն կանայք են, ովքեր որ ճնշվել են տանը, հետո չեն ստացել գիտելիք, կրթություն, հետո միանգամից ամուսնացել են, այնտեղ էլ մի հատ abuse-ը եղել, որ իրան մաքսիմալ ճնշել է։ Այդ կինը համ ունի հոգեբանական շատ խնդիրներ, համ ունի գիտելիքի մեծ բաց, համ ունի ինքնարեալիզացման մեծ բաց եւ ինձ թվում է շատ լուրջ հոգեբանական խնդիրներ, որից էլ գալիս է այն, որ այդ կանայք, օրինակ այդ կանայք հաստատ պետք չի լինեն կառավարությունում։ Դա միանշանակ։ Իրենք վտանգավոր են։ Կոնկրետ։ Արուսայ, ես կարծում եմ, որ այդպես մարդու մոտ երամիասնություն է, չէ, հոգու, մարմնի եւ մտքի։ Ես միտքել եմ տարանջատում, որովհետեւ երբեմն հոգի ու մարմին են ասում, բայց միտքը դու ինչ որ առաջնություն տալիս ես որևէ մեկին, թե երեքն էլ հավասարապես կարեւոր են կամ որն է առաջին տեղում քեզ համար։ Նայ, միտքը ինչի է ինքը ամենակարևորը, որովհետեւ նախ ինքը կապում է հոգին եւ մարմինը իրար։ Եվ նաև դու միտքդ պայծառ բաց պահելով դու կարողանում ես լսել քո հոգու ձայնը եւ նաև հասկանալ թե ինչ է ուզում քո մարմինը եւ 10 մարմնիդ այն ինչը որ նաև ինտուիտիվ դու զգում ես, իսկ այդ ամեն ինչը խամրած մթագնած մտքով դու չես կարող։ Ես ճիշտ ասած այնց
հոգևոր տարբեր այդ բաների մեջ խորացել եմ մի քիչ եւ չեմ կարող հիմա բացել բոլոր ճակերտները ես կոնկրետ իմ վրա զգացած experience-ի մասն եմ ուզում խոսել թե ինչ եմ ես զգում ես հասկանում եմ որ մենք միտքը շատ ենք թերագնահատում եւ շատ անգամ մենք թողնում ենք որ ինքը իրանով այնտեղ ինչ հիմար բաներ ասես գեներացնի շատ կարևոր է որ մարդիկ կառավարեն իրանց միտքը կարողանան կառավարեն իրանց բռի մեջ վերցնեն այդ միտքը դաստիարակեն ոնց ինքը պետք է աշխատի որովհետեւ ինքը քո գործիքն է դու պետք է իրան կառավարես եւ հիմա մանավանդ երբ որ ես արդեն մասնագետի հետ եմ աշխատում ես շատ անգամ եմ արդեն սկսել եմ նկատել երբ այն միտքը ինձնից պոկվում գնում ինչ որ անկապ տագնապային բաներ ա մտածում բա որ սա լինի բա որ ախր դա իմ միտքը չի ինքը պրոստը սենց ինչ որ ինձնից պոկվե գնացել ա կորել ա իրան պետքա հետ բերել ու փորձել աշխատացնել ի օգուտ քեզ եւ այդ դեպքում համ դու կհասկանաս քո մարմինը ինչի կարիք ունի օրինակ նույն հիվանդությունների առաջացման ժամանակ շատ կարեւոր է որ դու լսես քո մարմնին ու տաս այն ինչ ինքը ուզում է հանգիստ է ուզում, չգիտեմ, սնունդ է ուզում, սով է ուզում, իսկ մենք դեռ հիվանդ երեխեքի դա կեր, հիվանդ ժամանակ, բայց չի կարելի, չէ, այդ երեխան հանգիստ է իր մարմնին, պետք է իր իմունային համակարգը այդ պահին պետք է ինքը աշխատի եւ այդ պահին երեխեքին պետք է հանգիստ թողնել, ուղղակի ջուր է պետք տալ ու ինչքան որ ինքը ուզում է ուտել, բայց այնպես չէ որ այս ռոպեն մեկ, այս կոտլետը կեր բան Իսկ այդ էմոցիոնալ ինտելեկտ ասված քեզ համար գոյություն ունի Աստված էմոցիոնալ ինտելեկտ էմոցիոնալ ինտելեկտ հայ իհարկե էմոցիոնալ ինտելեկտը արդեն ապացուցված բան է եւ էմոցիոնալ ինտելեկտը իդեպ ասեմ որ շատ ավելի ուժեղ է զարգանում այն մարդկանց մոտ ովքեր ունեն վատ մանկություն որովհետեւ իրենք զարգացնում են ինչ եմ ասում որովհետեւ իմ համար ծանոթում է իրենք զարգացնում են այդ հմտությունը մաքսիմալ ձևով որ հասկանան թե ծնողը ինչա ուզում ինչպես օգնեմ ծնողիս ինչ սպասեմ իրանից մանավանդ եթե անկանխատեսելի ծնող է ինչպես անեմ որ չխանգարեմ, ոնց անեմ օգնեմ եւ այս ամեն ինչը բերում է նրան, որ դու անգամ մի հատ ունքի շարժման մեջ դու ամեն ինչ արդեն կարդում ես եւ դա բերում է նաեւ նրան, որ հետագա արդեն քո կյանքում իհարկե շփվելով էլի շատ տարբեր մարդկանց հետ բացի քո ծնողներից արդեն կարողանում ես հենց հա մի ակնթարթում մարդկանց ճանաչել ես հիմա օրինակ չեմ կարող գլուխ գովամ ասեմ իմ IQ-ն հենց միլիոն է բայց ես երևի թե չկա տենց մի հատ միջավայր անգամ այլ երկրներում որ չհասկանամ դիմացինին ես միանգամից հասկանում եմ դիմացինին կարողանում եմ իր հետ շփվեմ հասկանալով եւ մաքսիմալ իրան կարդալով ինչը շատ կարևոր է մարդուն կարդալ ինքը կարող է բան ասում բայց ընդհանրապես իր դեմքի արտահայտությունները body language-ը ինքը ուժ բան է ասում քեզ դու պետք է դա կարողանաս գործիքից շատ օգտվում են հա իսկ օրինակ տղամարդկին հարաբերություններում դու արդեն բանաձևել ես գիտես ինչ ասել է առողջ հարաբերություններ տղամարդու եւ կնոջ միջեւ եւ Հայաստանում դու այդ առողջ հարաբերությունները շատ ես տեսնում թե ոչ ճիշտ ասած փորձս ասենց վատ փորձերի հիման վրա միգուցե ես արդեն կարողանում եմ ինչ որ չափ թացը չորից տարբերեմ ամեն դեպքում էլի իմ անկությանը գամ եւ ասեմ որ եթե երեխան ունի լավ մոդել ընտանիքի իրան շատ դժվար է հասկանալ հետագայում որ նա առողջ ընտանիք ու առողջ հարաբերություն է եւ հետո դու արդեն պետք է անգնես այդ կաշայի մեջ ինչ որ վատ հետևություններ անես, հա, հետևություններ անես վատ դեպքերից հետո եւ նոր հասկանաս, որ այս չէր կարելի, այս սահմանը իմ խախտել են օրինակ։ Հիմա չեմ կարող ինչ որ տենց շատ լուրջ դեմքով բանաձև ինչ որ ասեմ, ուղղակի կարող եմ ասել, որ շատ կարեւոր է, որ տկին ու տղամարդը իրար սահմանները նախարգեն, շատ կարեւոր է դա, չանցնեն։ Երկրորդը սիրուց ավել հարգանքն է իրար հանդեպ, որ շատ կարեւոր է։ Հարգեն ու անգամ ասում եմ սերը երկրորդ տեղում է հարգանքը ամենակարևորն է շատ կարևոր է որ հարգանք լինի ընտանիքում սահմանների հարգանք նկատմամբ հարգանք լինի փոխաջակցություն լինի փոխնվիրվածություն լինի Հայաստանում կա իհարկե կա ուղղակի շատ ակնհայտ երևում են նաև վատ դեպքերը նո ստատիստիկայով ամեն դեպքում հա բռնությունը շատ է ինչը որ անընդունելի է Ոչ մի կին չպիտի թույլ տա, որ իր հանդեպ բռնություն լինի։
Այ հարցազրույցից մեկն նայում, ելի կտրուկացում ունենք, քո հարցազրույցներից մեկն է, այնտեղ խոսում ես ճամփորդության մասին, ու ճամփորդություն Հնդկաստան, ու բավական էկզոտիկ երկիր։ Ըստ էության, որովհետև քչերն են ճամփորդում, որտեղ վտանգները գիտենք, էլի շատ վտանգներ կան։ Ուզում եմ խոսենք քո ճամփորդություններից եւ որ դու գնում ես ճամփորդելու, օրինակ համեմատում ես Հայաստան այդ երկրի հետ եւ օրինակ այստեղից կարելի է ինչ բան բերել Հայաստան կամ մենք սրա բաց ունենք կամ մեր մոտ այսա կա, իսկ այստեղ չկա։ Ինչ է տալիս ճամփորդությունը քեզ։ Ճամփորդությունը շատ մեծ ոգևորություն է տալիս, մոտիվացիա, նոր շունչ եւ ասեմ, որ հիմա արդեն այս վերջի 1-2 տարին ես նախընտրություն տալիս եմ մաքսիմալ այդ էկզոտիկ եւ հետաքրքիր վայրերին։ Ընդհանուր շատ չեմ ճամփորդել 18 երկիր, թե 19 ոնց որ, եւ այս վերջի ճամփորդություններից մեծ մասը եղել է այտենց Կամբոջա, Թայլանդ, Հնդկաստան, մինչև այդ էլի ինչ որ էկզոտիկ տեղ է եղել, եւ նայեք, դա նախ այդ տարբեր մշակույթների հետ շփումը էլի քեզ շատ լայնացնում է եւ ամեն անգամ, երբ ես գնում եմ ու հետ եմ գալիս, ես հասկանում եմ, թե մենք ինչքան նեղ ենք մտածում, ինչքան համատահորիզոնը լայնացնում ես։ Հա, ինչքան նեղ ենք ու ինչքան շատ բաների հանդեպ չզիջող ենք, անհանդուրժող ենք։ Հա, կան բաներ, որ պետք է անհանդուրժող լինեն։ Օրինակ անարդարության դեմ պետք է անհանդուրժող լինել։ Բայց լիքը այլ հարցեր կան, որ մենք շատ անհանդուրժող ենք եւ հա, լիքը հարցեր կա, որ կարելի է օրինակ այնտեղից վերցնել, բերել այստեղ, չվնասելով մեր հայկական թեկուզ ավանդական ընտանիքին, չվնասելով հայկական տարբեր ավանդույթներին, բացարձակ։ Դա ուղղակի ոնց որ դրական փոփոխություն կլինի դեպի մի քայլ առաջ, դեպի ավելի առողջ հասարակություն։ Իսկ Հնդկաստանում քեզ ինչ ամենաշատը տպավորեց։ Եթե այդ վայր որպես ասեմ, Ախշերդամը Դելիում, որը չի կարելի նկարել, ոչ միտեղ դուք չեք կարող իր իրական կադրերը տեսնել, շատ թեթև ինչ որ բաներ, հեռախոսները վերցնում են ու անկեղծ քեզ ասեմ, առաջի անգամ էր, որ ոչ թե ինչ որ երջանկության արդյունքներ էր կամ մարդուն տեսնելուց ինչ որ, չգիտեմ, կարոտի, ես առաջին անգամ հասկացա, որ կարելի է տեսնել ինչ որ մեծ սիրուն բան ու լաց լինել։ Այդ տեսարանից։ Երբեք իմ մոտ չէ եղել։ Ես էլի շատ սիրուն տեղեր եղել եմ, շատ սիրուն բաներ տեսել եմ, բայց ես այդ մտա այդ տաճար ու սենց ներս նայեցի ու ուղղակի արդյունքներս գնաց շոկից երևի թե էլի ոնց կարելի այսքան սիրուն մի բան ստեղծել։ Ինձ մոտ մի անգամ այդպես նկարից է եղել հետաքրքիր։ Հա, շատ հայտնի մի կտավից, որ ես չէի հավատում, անկեղծ որպեսի բան կարող է լինի, բայց հա, հաստատ զգացել ենք նույն բանը։ Այո։ Թաջ Մահալը պետքա տեսնել, բան չունեմ ասելու, բայց այնուամենայնիվ Հնդկաստանում շատ այլ բաներ կա, որ կարելի է այդտեղից էլ շատ հոգեբոր մեծ սնունդ վերցնել։ Արուսկի հետ շատ հաճելի է զրուցել, բայց մեր բլիցի ժամանակն է արդեն, այնպես որ անցնենք բլիցին։ Դավայ, արի։ Եթե հնարավորություն ուներ մեկին վերակենդանացնել, ում կվերակենդանացնեիր։ Ոյ մամա ջան, Հիսուս Քրիստոսին։ Հարցեր կտայիր, խոսեիք, կզրուցեիք։ Հա, իհարկե, լիքը։ Պատմական որ ժամանակաշրջանը կուզեիր տեսնել։ Ռենեսանսը ինձ թվում է հետաքրքիր կլիներ։ Արցախում երբ ես եղել վերջին անգամ։ 19-ին եւ 20-ի սկզբին։ Դա 20-ի սկզբին, եթե վերջինը ասեմ, հա, ինչո՞ց արմանեի։ Ինչ ասել եք ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Ինչին ես վերագրում։ Ամեն ինչ կարող լինի բնություն, ինչ որ երևույթներ, մշակույթ, քո ընկալումը էլի, այստեղ կարևորը քո ընկալումն է։ Այդ գեղեցկությունը իմ համար, քանի որ 10-րդական, 20-րդական տեղն է, իմ համար, եթե մենք հայկականի մասին խոսում ենք, այդ ջերմությունն ու ջիգարն է, այդ, չգիտեմ, մարդկային հարաբերությունները, սիրունությունը իմ համար է դա։ Հայկական գեղեցկությունը ամեն ինչում դա սերն ու ջերմությունն է ու իրար հանդեպ հոգ տանելու։ Իսկ Հայաստանի մասին օտարերկրացիոն 3 նախադասությամբ ինչպես կպատմեիր, բայց անկեղծ է, ինչ որ գովազդային բաներով չէ։ Պատմել, որ մենք շատ հզոր ենք եղել անցյալով, մենք մեր աշխելքից շատ բան կորցրել ենք, բայց մեկը լավն ենք։ Այդ 3 նախադասություն եղավ էլի համարյա։ 3 արտահայտություն։ Արուս ջան, շնորհակալ եմ, շատ ուրախ եի, որ մեզ հյուրեր եկել։ Շնորհակալ եմ քեզ։